Ողջույն սիրելի հեռուստադիտողներ, եթերում Ազատ շփումն է։ Դե ինչ, վերջին շրջանում մենք շատ ենք խոսում մշակույթից, արվեստից, նրա ամենատարբեր դեգրադացման պրոցեսներից, երևույթներից, որոնք որ որոշակի ժամանակաշրջանների նաև գործունեության հետևանք են ու այսօր արդեն դրանք սկսում են բացվել ու օր-օրի ավելի ու ավելի ենք բախվում նման հարցերի։ Ընդ որում երեկվա մեր եթերն էլ ամբողջովին կարծես հենց այդ հունով ընթացավ, թե որքան մշակույթը ազդում է, թե ոչ միայն դասիրակություն, այլ այդ նույն դասիրակված կամ չդասիրակված ազնվորությունները հետագայում դառնում են նաև քաղաքական գործիչներ, դառնում են եկեղեցու սպասավորներ, դառնում են արհեստավորներ եւ այլն, եւ ընդհանուր առմամբ ազդում են պետության ռազմավարական ընթացքի վրա, հարատևության վրա, այսինքն թերևս ամենահիմնական մասը, ես հասկանում եմ, որ մեր հասարակությունը մի փոքր արվեստ բառը լսելուց փորձում է հեռու մնա, որովհետև կարծես իր համար ձանձրալի խոսակցություն է դառնում դա, եւ հենց դա աղետն է, ինչից պետք է շատ խոսել, ոչ թե ընկնել դիտողականություն հավաքելու հետևից, չգիտեմ, վերջին շրջանում շատ մոդայի կա վերջին տարիներին շատ մոդայի կա հայհոյախառն լեքսիկոնով խոսել է եւ այլն ու իբր այդպես գոռալով ու հայհոյելով կարելի է երկիր փրկել բան, բայց չէ, խնդիրը շատ ավելի այլ տեղերում է եւ շատ ավելի նուրբ վայրերում է գտնվում, որտեղ որ կան նվիրյալներ, ովքեր որ իսկապես արդեն ոչ թե պայքարում, այլ մաքարում են կոնկրետ գոյաբանական պայքար են արդեն մղում, որպեսզի այն վերջին փշրանքները չոչնչանան, ընդհակառակը հետ կառուցվի, վերակառուցվի ու ստանանք նորմալ հասարակություն, նորմալ միջավայր, գրագետ միջավայր, մեր արվեստն ու մշակույթը դարձյալ լինեն շատ բարձր բեմերից տեսանելի, այնպես որ այսօր ես ունեմ տաղավարում հյուր, խոսելու ենք այս թեմաներով, իմ հյուրն է թատերագետ Տիգրան Մարտիրոսյանը, նախ շնորհակալություն հրավերը ընդունելու համար, հարգելի Տիգրան, թատերագիտությունը հասկանալի է, որ մեր հետևորդները այդքան էլ չեն ընկալի թատերագիտությունը, որովհետև դա մասնագիտական կոնկրետ հատվածն է, բայց կարծում եմ դրա միջոցով մենք կարող ենք շատ այլ բաներ բացել ու ինչու ոչ մեր հասարակությունն էլ թող լսի, իմանա, կրթվի այդ մասով եւ հնարավոր է այս հաղորդումը նպաստի թե ձեր գործունեության ծավալմանը ու անխոչնդոտ ծավալմանը եւ թե հանդիսատեսին դարձյալ արթնացնի նրա մեջ թատրոն գնալու ցանկությունը։ Ինչ վիճակում ենք մենք։ Վիճակի տեսանկյունից մենք ցավոք սրտի այդքան էլ ուրախալի իրավիճակում չեն գտնվում եւ միանգամայն համաձայն եմ ձեր այն կարծիքի հետ, որ դաստիարակչական առումով մեծ ազդեցություն ունի առավել եւս այսպիսի փորձագիտական մասնագիտությունը բնագավառը։ Թատերագիտություն ենթակառուցվածքներից օրինակ թատերական քննադատությունը ուղղակիորեն ազդում է հանդիսատեսի թե ապագա թե ներկայիս հանդիսատեսի ճաշակի վրա, արժեքների վրա, արդեն փորձառության վրա, ուղղորդում է լավորակության եւ վատորակության տեսանկյունից, իսկ ինչու եմ ասում տխրեցնող իրավիճակում ենք, որովհետեւ տեսեք մենք ունենք սերնդափոխության մեծ խնդիր։ Այսինքն մենք պետք է ունենանք ամենաերիտասարդ թատերախոս գոնե թատերագիտական կրթությամբ թատերախոս, այլ ոչ թե պարզապես նաև թատերախոսությամբ զբաղվող սցենարիստ կամ այլ մասնագիտության տեր լիներ 20 քանի 23-24 տարեկան, բայց 36-5 տարեկան են կամ 39 տարեկան են մեր ամենաերիտասարդ թատերախոսները եւ վերջերս ես Ղազախստանում էի ֆորումի էի մասնակցում ու այնտեղ ասենք օրինակ Բելարուսիայի ներկայացուցիչը ինձ մոտ 20 տարի երիտասարդ էր, այդ կարգի մենք տխուր իրավիճակում ենք գտնում սերնդափոխության տեսանկյունից։ Ընդհանրապես ինչը շատ հանգիստ ցույց է տալիս նաև մեր երկրի ներսի իրավիճակ, որովհետև արվեստը ընդհանուր առմամբ հանդիսանում է պետության հայելին, երկրի հայելին, ազգի հայելին, ոնց ուզում ենք ձևակերպենք, ժողովրդի հայելին։ Ընդ որում այս մասնագիտությունը պրոֆեսիոնալիզմի սպասարկուն է թատերարվեստում, իսկ եթե չեղա պրոֆեսիոնալիզմ լինելու է դիլետանտություն, սիրողականություն եւ գավառամտություն։ Դե քիչ չեն, ընդհանուր առմամբ օրինակ ստենդափային ժանրը, որը այսօրվա դրությամբ դարձել է լավ փոխհաստատելու միջոց, իսկ էր ասու, ոնց ուզում է թող ներկայանա, բայց ամեն դեպքում մի քիչ արվեստի հետ
համեմել է այնքան էլ վատ չէր լինի կամ կան օրինակ կասվի, հա, ասենք այլ ներկայացումներ, որոնք ավելի շոու ծրագրեր են կան կոմերցիոն ներկայացումներ կան կոմերցիոն ներկայացումների մասով, բայց մեր հասարակությունը այնպես է ստացվել, որ այնքան թատրոն չէր գնացել, որ հիմա օքեյ ունի իր սիրելի դերասանները կամ դերասան դարձած, իրենց դերասան անվանող մարդկանց, ովքեր որ երբ որ անում են կոմերցիոն ներկայացում, իրենք սիրով գնում են այդ ներկայացումը նայելու, մի քիչ բարձր գումարը դարձան, նորմալ է, ես չեմ ասում, որ դա պետք է արգելել, բայց թատրոնի մասին կարծիքը ստացվում է, որ ձևավորում են այս մարդիկ թյուր կարծիքա ձևավորում այո, ու քաղաքացին իմանում է, որ երբ որ դու իրեն ասում ես թատրոն ներկայացում, ինքը մի փոքր պարզաբանելուց հետո իր համար դու ինչ նկատի ունես, պատկերացնում է այն ինչը որ ինքը տեսել է կոմերցիոն մասով, հա, որը որ մեծ հաշվով լուրջ բան իր կյանքում չի կարա փոխի։ Լավ ժամանցային բան է դա, ժամանակ անցկացրեցի, հետաքրքիր էր, հավեսեր գնացինք տուն։ Իսկ թատրոն ներկայացումները շատ ավելի այլ բան են էլի դա։ Իրա պատկերացումով այդ կոմերցիոն ներկայացումն է էժանագին կոմիզմով կամ էլ նույն այդ ստենդափային դրսևորումները, չնայած ստենդափն էլ կարող է ճաշակով եւ որակյալ լինել, խոսքը դրա մասին չի։ Բայց երբ որ իրան ուղղորդում ես եւ ինքը գնում նայում է, ասենք Նարինե Գրիգորյանի Գոմեշը մոնո ներկայացման կլասի դասի եւ որակի ներկայացում կամ էլ Սևակի 100-ամյակին նվիրված Մարթա ափի մեջ պոետիկ թատրոնի դրսևորումը, որ էլի ֆանտաստիկ ներկայացում էր, համազգային թատրոնի նույնպես Նարինե Գրիգորյանն է բեմադրել, ինքը ապշում է եւ զարմանում, այսպիսի թատրոն գոյություն ունի, այսպիսի թատերարվեստը այսպիսին է լինում, այդ առումով է հենց շատ կարեւոր, որ թատերախոսի հոդված հենց ուղղորդող է լինում, շատ դեպքերում կարդում է ընթերցողը եւ ասում է ես ներկայացումը կարծես տեսա վիզուալ առումով մտապատկերեցի եւ ցանկություն առաջացավ դիտելու զգացողությունները ստուգելու առումով եւ ինչ էի խոսում թատերագիտության կարեւորության ու վատ վիճակի մասին, որովհետեւ գիտենք որ 21-րդ դարում առանձնապես շատ չէր գրվում, մենք չունեինք հարթակ թատերագետներս։ Տարեկան 3-ից 4 կամ 5 թատերախոսական էր լինում։ Ու երկար մակարումից հետո 20 թվականին մենք կարողացանք ստեղծել այդ կայքը, իմ ծրագրով ՀԹԳՄ-ն հիմնեց եւ մեր այդ առումով բախտը բերեց, որ փոխնախարարի այդ ժամանակ թատերագիտական կրթություն ունեցող մարդ Արա Խզմերյանը։ Դրա կարեւորությունը հասկացա։ Հա, չէ, ինքը մաշկի վրա է զգում կարեւորությունը, թե ինչքան անհրաժեշտ մասնագիտություն է, ինչ վիճակում է, որ այս փորձնական առումով առաջի տարին ֆինանսավորեցին դրա համար շնորհ տրամադրեցին եւ մենք արդյունք ցույց տալով բնականաբար ընդ որում 20 թվականին էր պատերազմ եղավ մի շաբաթ հետո կայքի հիմնադրումից հետո, բայց մենք ամեն դեպքում ամեն գնով աշխատում էինք։ Ու տարիների ընթացքում մենք անընդհատ նոր ծրագրեր անելով բոլորը ընդունում էին, որ հաջողված ծրագիր է ու զարգացող ծրագիր է։ Այ մի փոքր կայքի մասին խոսենք, բայց ես մինչ այդ ուզում եմ, քանի որ մեր հեռուստադիտողները ավելի շատ պատրաստ են լինում այստեղ քաղաքական վերլուծություններ, քաղաքացիական վերլուծություններ, գործունեություն եւ այլն լսեն ու մի փոքր կարող է իրենց թեման խորտ լինի։ Ես հարգելով մեր քաղաքացիներին ասեմ հետեւյալը, որ առհասարակ թատերագիտությունը, այդ քննադատական մոտեցումը, այ շատ լավ կլինի ուսումնասիրել դա ինչա, որովհետեւ այդ տեսակը ինչ որ կա թատրոնում, հա, այ եթե մենք կարողանանք ունենանք պետությունում ու քաղաքականության մեջ, հավատացեք հիանալի կլինի։ Երբ օրինակ ներկայացումը լինում է, այստեղ թատերագետը նստած է, իր հոդվածը գրում է կարծիքը, այս ներկայացման մասին ինչպիսին որ կա այդպես գրում, հա, եւ դրա արդյունքում հարաբերություններ չեն խզվում, այլ ճիշտ հակառակ, ցանկացած ներկայացում բեմադրող ռեժիսոր ուզում է ունենա թատերագետների կարծիք եւ դա հավելյալ լրջություն է տալիս իր գործունեությանը։ Իսկ եթե տանենք սա քաղաքական դաշտում դնենք տիրույթում, տեսեք ինչ է ստացվում, դառնում է ընդդիմություն իշխանությունը, որտեղ ընդդիմությունը քննադատում է եւ այդ քննադատությունը պիտի լինի պետության օգտին, այսինքն այդ ոչ թե պիտի լինի կառուցողական պետք է լինի, իր համար էնի ասեց, էնի արդարացավ, այլ որ երկուսի գործունեությունը նպաստի պետության զարգացմանը։ Այստեղ այդ գործունեությունը պիտի նպաստի թատրոնի զարգացմանը։ Այս մոդելը եթե երևակայեն քաղաքական դաշտում, կհասկանանք ինչի մասին է խոսքը։ Եվ որքան թատրոնում ընդունված է եղել դա հարգել կարևորությունը տալ, եւ որքան քաղաքական դաշտում այդ ամեն ինչը վաղուց մի քիչ ապականվել է, որոնք որ հույս ունենք կվերականգնվի։ Այնպես որ այս
պատկերացումով շարժում ենք սիրելի հեռուստադիտողներ։ Մի փոքր կայքի մասին խնդրում եմ։ Կայքը դա թատերակետեր կայքն է, թատերագիտական կայքն է, որը ունի մոտավորապես 20-ից ավել բաժին, առնվազն 20-ից ավել բաժին ունի, սկսած 1-2 տեխնիկական բաժնից, որ դրանցից մեկը դա հեղինակների բաժինն է, թատերագետներին, ընդհանուր թատերագիտական շտեմարանն է, ես միշտ ասում եմ, սա մամուլ չի, որքան էլ փորձում են ասել էլեկտրոնային թերթ կամ մշակութային կամ թերթ չի, սա ընդհանուր շտեմարան է, եւ հեղինակները կան, եւ իրենց հոդվածները կան, եւ իրենց կենսագրությունները կան, ու ընդհանուր ծրագիրը ես ի սկզբանե պատկերացման որ ունեցել եմ, տեսիլքը այսպեսին եղել, որ պետք է լինի կրթամշակութային նշանակության, սկսած հենց բառարանից։ Իսկ օգտատերը շատ են օգտվում են ինքը։ Դե եթե հոմփեյջը նայում ենք 5 տարվա մեջ արդեն միլիոն քանի 100,000-ից անցած է մենակ հոմփեյջը, բայց եթե ասենք ընդհանուր հաշվում ավելի շատ է։ Դնենք ընդհանուր հաշվենք, մենք միշտ ասենք այդ առումով տալիս էինք ծրագիր ներկայացնելու դրամաշնորհային 20-ից 25 թվականն 24 թվականը 5 տարվա ընթացքում ԿԳՄՍ-ի դրամաշնորհային ծրագրով ենք աշխատել, բնականաբար ոչ մեկին չես կարող ասել արի ջրի համար հոդված գրի։ Հոնորար պետք է ստանա այլ տերմին հավաքող, եթե մարդուն ասում ես տերմին հավաքի, ինքը պետք է դրա համար 10 օրից 2 շաբաթ աշխատում է դրա վրա։ Մենք ունենք շատ լուրջ խնդիր թվայնացում այս բանում էջերում, հա, ասենք, այսօրվա ժամանակակից տիրույթում վիրտուալ։ Ես ինքս մի քանի անգամ Ռուսաստանում հայկական ժողովրդական թատրոն էի ստեղծում։ Բախվել է ամենատարրական խնդրին, որը պիտի ամենահեշտը լուծվեր, այն մնացածը դժվար։ Ես թատրոնը ստեղծել եմ այդ դժվարությունը, պատկերացրու օտար երկրում, չունենալով ֆինանսական միջոցներ, լուծես, այն էլ շատ խուլիգան քաղաքում, հա, Ռոստովը, որ հասկանում, չէ, հանցագործ ու գրավելով, ներգրավելով հայերին, ովքեր որ ոնց է, այս սաղ անում էր ու բախվել էի որ խնդրին, պիես չէի գտնում։ Հա, նես կային մի քանի բաներ, բայց իմ ուզած պիեսները, ընդ որում հայերեն թարգմանությամբ, գոյություն չունի։ Վիկիպեդիայում մեծ աղքատություն։ Իսկ այս բացը ձեր մոտ լրացվում է, թե ձերը ավելի մասնագիտական։ Տեսեք, այդ առումով պիեսների առումով գոյություն ունի թատրոն դրամայի կայքը, դա էլ դրամատուրգ Կարինե Խոդիկյանն է հիմնադրել։ Նույնիսկ որպես ինքը իսկ դրանից առաջ 25 տարի արդեն այս տարի 25 տարին է դառնում դրամատուրգիայի հանդես էր տպագիր հայկական պիեսների։ Տպագրում էր տարին կարծեմ 2 թե 3 անգամ։ Հա, բայց գոնե բանը ԿԳՄՍ նախարարությունը իր պաշտոնական էջում կարա ուղղորդում տա նմանատիպ կայքերին, որպեսզի չդնեն Google-ով որոնում գտանիքցեն 10 միլիոնի միջից գտնենք այն մի հատը։ Չէ, դե հիմա թատերական աշխարհում բոլորը գիտեն, որ այս տեսակ կայք կա, տարածում ենք արել ենք, ասեմ ավելին, մենք նույնիսկ թատերախոսականները առնվազն 20 տարվա վաղեմության թվայնացնում ենք։ Այդպիսի ծրագիրներ ենք անում, մոտ 1000 էջից ավել արդեն արել ենք այս մի քանի տարիների ընթացքում։ Առաջի երկրորդ տարում դե հələ նոր էր հունի մեջ ընկնման, աստիճանաբար ամեն տարի թարգման, հետո նաև թարգմանության ծրագիր ավելացրեցին, գիտական հոդվածները թատերագետների թարգմանեցինք ռուսերենով արդեն, երբ որ դրսի գործընկերները ասում էին, կարող եք մեզ հոդվածներ ուղարկել, հասկանանք հայ թատրոնը տեղում է դոփում, առաջ է գնացել, թե ավելի հետ է գնացել, հիմա ես գոնե 10-ից ավել նյութ ունեմ, կարող եմ ուղարկել ռուսերեն թարգմանած, գիտական։ Մեր թատերագետների հոդվածներն է։ Այդպես արդյունք գրանցեցինք։ Ես ոնց հասկացա տարածաշրջանում էլ ոնց որ թե միակնա կամ թատերագիտական ես չեմ գտնում, ընդ որում ես որքան փնտրել եմ այդ առումով չի բերել, էլի գոնե դրսում էլ կարող է 1-2 հատ լինի, բայց այս կառուցվածքով ու այս հայեցակարգով որ ինքը ամբողջապես թատերագիտությանը նվիրված լինի ու եթե մենք ժամանակին ունենք ընդհանրապես Լևոն Հախվերդյանի գրքույկը թատերագիտական բառարանը տերմին ես իմ ուսանողական տարիներից ելնելով եմ ասում որը թեատրալի էնցիկլոպեդիայից հավաքած ինչ որ բաներ թարգմանած շատ փոքր բաներ հիմա մենք մեր տերմինները սկսում 4-5 էջից մինչև 20 էջից ավել մենք արդեն 80-ից ավել տերմին ու հասկացություն ասենք ենթահասկացություն հավաքել ենք այսօր ազգային արժանապատվության տեսանկյունից երբ որ դու համացանցում ես եկել բան չես գտել հիմա այսօր որ գրես կաթակալի կամ կոմեդի դելարտե կամ էպիկական թատրոն կամ կաբուկի կամ նո թատրոն կամ ժանրերի հետ կապված ել չեմ ասում իր դիսցիպլինար ուղղությունների հետ կապված պերֆորմանս միստերիայից բացի միջդիսցիպլինար չի միջնադարյան թատրոնի հետ կապված ինստալացիա եւ իմերսիվ թատրոն պոստդրամատիկական թատրոն հայերենով կբերի այդ նյութերը
առնվազն։ Իսկ սա արդեն մեծամտության չէ, հպարտության բան է, որ մեծ աշխատանք է, բայց ռուսերենով շատ կան, ռուսերենով 1 չէ, 3 չէ, 5-ից ավել տարբերակ էր քեզ առաջարկում, հայերենով ոչինչ չկար։ Այդ աղքատությունը անդադ անուղղակիորեն նվաստացում էր, դու ապրում որ չկա։ Հիմա այդ ամեն ինչ արել ենք, որ դա է լինի, ու եթե ժամանակին 5 թատերախոսականներ լինեն, մենք հասել ենք նրան, նա կախված ինչքան էին ֆինանսավորել տալ, 30-ից 40, 25-ից 30 առնվազն թատերախոսական մենակ մեր կայքներ տալի։ Էլ չեմ ասում ուրիշ թատերագետներ ուրիշ կայքերում թատերախոսում էին, թղթակցում էին, գումարվում էր մի 10 ընդհանուր, 30-ից 40 կանգնում էր արդեն։ Թատերագիտական կյանքում ակտիվությունը ինչպիսին է։ Դե արդեն այդ process-ները զարգանում էր, արդեն մարդիկ, որ երկար ժամանակ չէին գրում, ասենք օրինակ Հովհաննես Երանյանը, Հաղվերդյանի ուսանողներից գրողը, հիմա ավելի շատ, ինքը սկսեց մի քանի անգամ արդեն հոդվածներ, այս տարի էլ մի հոդված Իրանից հրապարակվեց, երիտասարդներից վերջերս հենց 3 եղավ Վանոյի Սեթոյանի Գյումրեցի Ինկացբերդի իշխանուի ներկայացման մասին պատմական թեմայով հաջողված ներկայացումներից մեկն է։ Որտեղ։ Գյումրի զարգացող թատրոններից մեկն է Գյումրի թատրոն դրամատիկական Աճեմյանի անվան հոդված բանը, այսինքն process-ը երբ որ տեսնում են թատերագետները ակտիվ են, հուզական վարակը աշխատում է։ Այդքանով հանդերձ որ նախարարության աշխատակիցներն էլ ասում են հաջողվածով մենք ձեզանից դժոխք չենք, այս տարի հանկարծ պարզվեց որ մենք ֆինանսավորվել ենք խնդրի։ Ֆինանսավորված հիմա գանք այդ խնդրին, որովհետև վերջ ես ուզում էի նախ սկզբում ու պարզապես ներկայացնել, որպեսզի հասարակությունն էլ հասկանա ընդհանուր առմամբ թեման ինչի շրջանակներում է, ինչ է կայքը, որն է, ինչ է մեջը պարունակում եւ այլն, նոր միայն գային խնդրին։ Հիմա ստացվել է այնպես, որ ֆինանսավորումը կանգնել է։ ԿԳՄՍ նախարարությունը, եթե չոր նայենք ամեն ինչ։ Մրցունակ չի համարել ծրագիրը։ Համարում է մրցունակ չի, համարում է որ անհրաժեշտությունը չկա նման բանի, ու որոշել է դասլեչովին ֆինանսավորի, չնայած ես տեսա այնտեղ մի քանի անունները չտամ, որպեսզի ամեն դեպքում գովազ չդիտվի, չնայած սիրով կարող է տալ, այնպես չի։ Մշակութային կայքերին տվել են։ Բայց կան որոշակի կայքեր, այո, որոնց որ տրվել է ու նայում եմ ամենայն հարգանքով իրենց տարած աշխատանքին, բայց ձեր արած աշխատանքն չափազանց կարևոր է։ Ու այդ մանրամասները երբ որ հասկացա, ես մի գրառում էի արել, կոնկրետ պարոն Դանելյանի մասով էի արել, որ ոնց է լինում, երբ որ նստում են քննարկման, պարոն Դանելյանը հանդիսանում է ԿԳՄՍ փոխնախարարը ու մշակույթի գծով։ Նստում խոսում ենք մի բանից, որտեղ որ օրինակ պիտի բերի, ասում եմ մոռացել եմ, բայց դու արդեն պիտի պատրաստ գայր այդ խոսակցության, ինչ անշակում մոռացել եմ, թե որ կայքերին ենք մենք, տենց չի լինում։ Սա անլրջություն է, եւ ԿԳՄՍ նախարարությունը պիտի այս ամեն ինչով ոչ միայն նախարարությունը պիտի զբաղվի, ես գիտես ինչ, չեմ էլ պարտականությունը ուզում դնել իրենց վրա ամբողջովին, որովհետև դա համակարգ է, հասկանում ենք, որ այդտեղ թուղթ-թղթաբանությունը շատ է, տեխնիկական մասը շատ է, բայց պիտի նախարարությունը իր հերթին բաց լինի, օրինակ արվեստի ոլորտն, արվեստի ոլորտի ներկայացուցիչների հետ քննարկելու զարգացման նոր պլաններ, նոր ծրագրեր եւ այլն, որովհետեւ ամեն դեպքում սա նախարարությունն է, իսկ այստեղ ստեղծագործական մասն է։ Ну, կներեք մասաբառի համար, բանն։ Այսինքն, եթե այս երկուսի համընկումը չի ստացվում, շփումը չի ստացվում, կարող ենք ասել այդ նախարարության միջից հանեք դա, ասենք թողնի կրթության, գիտության, սպորտի նախարարություն, չգիտեմ։ Մշակույթը հանեք այդտեղից, որովհետև նախ ես ի սկզբանե մշակույթի մասով տենց չեմ հասկանում, թե ոնց կարա ինքը տեխնիկական ձևակերպում ունենա, որովհետև դա ոնց որ ստացվում է որոշակի սահմանափակումներ դնել, էլի, իսկ արվեստը սիրում է ազատ լինել։ Ես միշտ ասել եմ, որ մշակույթի նախարարություն պիտի երևի չլինի, էլի, լինի ավելի միությունների, արտմիությունների տեսքով, ամեն բանով իր միությունը կա, չէ, ասենք թատրական գործիչների միություն, նկարիչների միություն, կոմպոզիտորների միությունները կան, ու սրանց համակարգող ընդհանուր մի հատ խորհրդի նման մի բան, որը որ ասենք ու արվեստի մարդիկ այդ մասով լինեն ազատ առհասարակ։ Ինչ է նշանակում, սա մշակույթի նախարարությունը որոշի, ում ֆինանսավորի, ում չէ, ով է քննարկման, դրանք ինչ կրիտերիաներ են հաշվի առնվում եւ այլն եւ այսպես շարունակ։ Կա այստեղ մի հատ խնդիր, բաց, որին էլ դու ավելի շատ ես բախվել, ես վերջին շրջանում ցավոք սրտի
հասարակական գործունեության տիրույթում եմ, բայց մշակույթը չի կարող իմ միջից դուրս գալ, որովհետեւ ես դա կրում եմ։ Այն դուրսը իմ համար քալելուց չեմ եղել, էլի մեկը ասել արի սերիալում նկարվի։ Ես կրել եմ դա իմ մեջ, ես ապրել եմ դրանով, հասկանում ես։ Ու այս տեսակ խնդիրները ինձ մոտ առաջնային են դառնում, անկախ կառավարիչներից, իշխանություններից եւ այլն եւ այսպես շարունակ։ Ընդ որում դա անգամ ասեմ, որ Գոյ թատրոնի հետ կապված խնդիրներով ես այստեղ դարձել լուսաբանում, ես այն մարդկանցից եմ եղել, որ լինելով այդ ժամանակ ընդհանուր առմամբ իշխանությանը ես սատարում եմ, որովհետև լեգիտիմ իշխանությունն է, բայց Գոյ թատրոնի թեմայով ես դեմ էի։ Ես առհասարակ դեմ եմ ցանկացած թատրոն փակելու։ Ես կողմ եմ թատրոններ բացել։ Թատերական գործի համար դա ցավալի է։ Մեր շատ լավ ընկեր այստեղ հյուր է եղել, իրենց իրավաբանն էլ է հյուր եղել, այսինքն պետք է մեծ հասկանալ իրականում խնդիրը որտեղ է։ Իհարկե փորձում էին քաղաքականացնել դա։ Ես շատ լավ հասկանում եմ, այդտեղ քաղաքական բան չկա, որովհետև նու բաց է էլ այդ մասով, ոչ ոք չի կարող ասի կա։ Բայց ուրեմն այդտեղ ինչ որ շատ կարևոր բան չի աշխատում, որը կարելի է մտնել երկխոսության տիրույթ։ Ես գիտեմ ինչը չի աշխատում։ Բայց ես առաջարկում եմ այս խնդրին արդեն անդրադառնանք կարճ դադարից հետո։ Կարճ դադար մեր եթերում։ Ինչ վերադառնանք սիրելի հեռուստադիտողներ, իմ հյուրը հիշեցնեմ Տիգրան Մարտիրոսյանն է, թատերագետ։ Տիգրան ջան, մի խոսքով հասանք նրան, որ ԿԿՄՍ նախարարության հետ ինչ-որ բան բաց է։ Ինչ-որ բան եւ ոչ միայն նախարարության, երևի թե նաեւ մշակույթի ներկայացուցիչների հետ նույնպես, եւ այս ընդհանուր կոնտակտը եւ ավելի օգտակարության գործակիցը բարձրացնելու մղումը տարբեր գործունեություններ չի ստացվում, ինչ որ կարևոր բան չի ստացվում։ Խնդրեմ։ Պատճառը այն է, գիտեք, նախարարությունում գոնե մեր մասնագիտության տեսանկյունից փորձագետ չի աշխատում։ Նազենի Ղարեբյանը նախին փոխնախարարներից առաջին փոխնախարարը 2018 թվականից հետո, որ մտել էր նախարարություն, ապշել էր, ասել էր ոչ մի թատերագետ չի աշխատում, ոնց կարող է այդպես նախարարություն լինի։ Փորձագետ են։ Բայց եթե մի ծրագիր են անում թատրոնի հետ կապված, բա փորձագետ չլինի, որ ասի ես ինչ է։ Ու ակտիվ փորձագետ, ոչ թե իրականությունից թատերական կտրված, զուտ տեսական իրագրքերի մեջ, գիտական պատմատեսական թեմայի մեջ ընկղմված մարդ լինի, որ կենթանի գործընթացների մեջ լինի այդ մարդը, ու չկա։ Նո հա դրանից հետո Խզմալյանն եղավ ինքը հա թատերագետ էր այդ առումով դրա համար մի քիչ սահուն գնաց աշխատանքները որովհետև եթե գնում էի հանդիպման խոսում էինք քննարկում էինք երկու բառից իրար հասկանում էինք նախ իրար լավ էինք ճանաչում աշխատել էինք թատրոնիքսի շրջանակներում իր հետ համագործակցել էինք բացի այդ Խզմալյանը հիմա Մատենադարանի տնօրեն գնաց հիմա այնտեղ տնօրեն է բացի այդ թատերագետ էր ինքը հասկանում էր մաշկի վրա խնդիր երբ որ ներկայացնում էր ինքը զգում էր հիմա անձը ոչ թե Դանիել Դանիելյանի անձնային որակներն են ինձ որևէ մեկի անձը նույնիսկ Ժաննա Անդրեասյանի կամ անձը չի հետաքրքրում էլի ես նույնիսկ դերասանի հետ կապված եթե դու գրում ես այդ մարդուն իր անձը քեզ չի հետաքրքրում իր արված աշխատանքը իր անձի խնդիրը չի ուղղակի ինքը մասնագիտությամբ երաժիշտ է ես քիչ թե շատ կոպիտ կլինի adekvat ասեմ, բայց ինձ հասկանալի խոսք լսել եմ, երբ որ ինքը խոսում էր երաժշտական դպրոցների դասագրքերի խնդիրների մասին, որտեղ այդ մարդը այդ բնագավառից է, A-ից մինչև F կամ ալֆայից մինչև օմեգա ինքը հասկանում է, զգալով Ստանիսլավսկու ասացի պես զգալով հասկանում է ինչի մասին է խոսում, process-ը ներսից գիտի։ Զուտ պատկերացումներով, ինչ որ հասկացություններով, սուր ասած կլիշեներով ձևակերպումները ընդհանուր գալիս է սկսում են այնպիսի հակադարձումներ ներկայացնել, որ մեղմ ասած adekvat չի, դիլետանտական է արդեն հնչում ու դու քեզ պետք է պահես, որ չհակադարձես, չսկսեք իրար վիրավորել։ Հա, մանավանդ կարգավիճակը հարգելով։ Հա, սուբորդինացիայի խնդիր կա, սուբորդինացիայի խնդիր կա, ասենք գնացել ես ինչ-որ բան քննարկելու, միջև Դանիելյանն էլ ասենք որ քեզ չասեն ասում եմ ինչն է պատճառը որ քեզ չասեն այսպեսի բան քանի որ մամուլի դրամաշնորհը ձերից առաջ էր ցանկություն առաջացել ասենք դուք կարող եք թատերագիտական վերլուծություններ գրել ոնց որ մենք ենք անում ասել են այո մենք կարող ենք այդ առաքելությունը մեր վրա վերցնել ասում են բայց այդ կայքերը ասենք միջև էդ էլ թատերախոսները այնտեղ հանդես գալիս էին ինչն է պատճառը մենք վատ ենք աշխատում ասում են ոչ մենք ձեզանից դժգոհ չենք ասում են բա ինչն է պատճառը կասեք ասում են մենք դրա իրավասությունը ունենք այսինքն սա դառնում է ես իմ սարն է ես իմ ծառն է արդեն մտանք սիրողականության դաշտ սուբյեկտիվ այդպես չպետք է լինի
կոնտակտը։ Իսկ եթե փորձագետ լինի, այսինքն նույն հանձնախումբը ովքեր են, կներեք, եթե ես յուրաքանչյուր հոդված թատերախոսական վերլուծություն հանեմ, դնեմ, ասեմ վերլուծիր վերնագրից սկսած, կոնցեպցիայից վերջացած, ոճից ավարտած։ Չեն կարալու, բնականաբար։ Իսկ մեր թատերագետների մեծ մասը չեն կարող այդպես հոդվածը, բա ո՞նց են գնահատելու մեր աշխատանքը։ Կամ տերմինը, ասենք, ո՞նց են գնահատելու եղած տեղեկատվության համեմատ բարեխիղճը արված, թե ոչ թե գերակատարված, ասենք, ընդունված չափերից ծավալից ավելին արված։ Ո՞նց են գնահատելու նախորդ տարվա մեր աշխատանքի համեմատ իրանք, որ համարեն սրա համեմատ արժանի կամ ներկայացված գումարը, լավ, եթե կեսն ես գտնում, ասենք, մարդը ներկայացրել է 5 միլիոն, գտնում ես կեսը, պետք է դաս։ Ինչ չափանիշով։ Кто судьи ռուսի ասած է։ Ու հետո դրա համար հետո ասենք ստիպված ասում ես լավ, բայց այդ կայքերը կասեք ինչով են առավել։ Իրանց ծրագիրը հասկանամ, ես էլ մյուս տարի անեմ, էլի ձգտեմ դրան։ Ես նվաստս ձգտեմ, որ վերջի 20-25 տարին ես մասնագիտության մեջ եմ, այսպես ասած։ Օրինակ վերստեմ։ Հա, օրինակ վերստեմ, հասկանամ ինչ չեմ արել։ Իվերջ գաղափարախոսական ռազմավարություն կա։ Հարստացիր, հարուստ ստացրու։ Հա, օրինակ վերստեմ։ Էլ չեմ ասում, որ որոշ բաներ ուղղակի տղի խոսակցություն կլինի, ասենք փորձել են ինչ-որ բաներ ընդօրինակել, հետո հասկացան չէ, չի ստացվում իրաց բարագայում։ Զուտ ոճային առումով էլի, հետո առանձին մասնավոր խոսակցության նյութը կասեմ։ Ոս չեն կոնկրետ չափանիշ բան չեն ասում են կան ուղղակի լավ ծրագրեր ու մի քիչ շատ ավելի լավ ծրագրեր։ Ինչ որ ընդհանրական, սենց ժողովրդախոսակցական լեզվով ասենք, ցերողական բան են ասում, հետո ասում են բան մարդիկան ձեր կայքը չեն հավանում, ասում են կներեք, ախր դա մասնագիտական կատեգորիա չի։ Ես ինչի եմ ասում, որ օրինակը բերեցի քաղաքական առումով, որ չի ստացվում, որովհետև առաջնորդվում են դուրս գալիս է, դուրս չի գալի, հավանում եմ, չեմ հավանում կատեգորիայով։ Ասում դա իմ համար չի կարող։ Ես պետք է հիմնավորված վերլուծություն ներկայացնեմ, ինչու է լավ, ինչու է վատ։ Այլ որ բոլոր բնագավառներում փորձագետները այդպես կառաջնորդվեն ու խղճի մտոք, ոչ թե անձնական վրեժ կլինի կամ եթե ինչ որ մեկի հետ ես հարաբերություն եմ, ես չեմ գրում իր աշխատանքի մասին, որ որովհետև ես իմ մասնագիտությունը հարգում եմ, այդ մասնագիտության մեջ ես շատ զոհաբերությունների եմ գնացել հասնելու այս կարգավիճակին։ Ու ասում են այդպիսի բան, ինչ ասես այդ մարդուն, որ ասենք լավ, բայց որ չի սիրում, իրան էլ շատ մարդ չի սիրում, բայց հո դա մեր մասնագիտական քննարկման առարկան չի։ Ուզում ասում եմ լավ, իրանց էլ տվեք, որ տարեցեք, մեզ էլ տվեք։ Իսկ միգուցե մրցակցության մեջ իրանք կարող է չդիմանան։ Իսկ ինչ առաջարկ կա։ Ինչ են ասում, թող փակվի ոչինչ, հա, ինչ։ Չի ասում են բան, մեծ ողբերգություն չի, որ մի տարի էլ չաշխատի, ասում դուք հասկանում եք մարզավիճակի համար մենք ինչքան ենք աշխատել, որ գրիչը բացվի այդ մարդու։ Ոչ մեկ գրիչը թևատակին չի ծնվել։ Կներեք էլի։ Ներկայացումների բեքգրաունդը գլխուղեղը միանգամից ամբարած չի ծնվում։ Մենք աշխատում ենք դրա համար, ջանք է թափվում։ Մի տարի չաշխատելը, ասենք մաքսիմում մի հատ երկու հատ ինտուզիազմով գրեց, կորցնելու է, չէ՞, մարզավիճակի կորուստ է լինելու։ Բոլոր բնագավառներում այդպես է, դա էլ է տեխնիկա։ Ասում են, չէ, չենք տեսնում, ասում են ինչի մասնավորին չեք դիմում, ասում եմ ես սկզբունքորեն չեմ դիմում կամ թատրոններին չեք դիմում, ասում եմ հասկացեք, այս մասնագիտության առանցքային հատկություններից մեկը բնույթն է այդպեսին, անկախությունը, անկախ փորձագետ ձևակերպումը այդ մասին է։ Այո, որովհետև ոնց հասկացա կա առաջարկ, որ թատերական խորհուրդը հա, հեսա գալիս եմ դրան, էլի։ Որովհետև այստեղ դիզոնանսա տեղի ունենում։ Այսինքն առաջարկում են, որպեսզի դու ինչ-որ կերպ ֆինանսավորվես այն կառույցից, որոնց դու պիտի քննադատության երթաս։ Որոնց թերությունները ես պետք է ներկայացնեմ իդուր աշխարհի, ականջին չէ, իդուր աշխարհի։ Չի դնում քեզ կախվածության մեջ ու օբյեկտիվությունը հասարակական։ Ես հասկանում եք, որ ես անկախությունը կկորցնեմ, ասում են չէ, ինչի պիտի տես։ Ասում եմ ոնց որ հիմա քաղաքական իշխանությունը վճարի ընդդիմությանը, որպեսզի նրանք իրան քննադատեն։ Դե աշխատավարձ ստանում են, պետությունը վճարում է։ Բայց պետությունը իշխանությունը չի, չէ, պետությունը ամեն դեպքում ասում են չէ, ասում եմ ես ձեզ թվում է պատահական է, ես որ չեմ դիմել մասնավորին, որովհետև միջնորդավորված մեր ես ինչին լավ աչքով կնայեք։ Դա է լինելու։ Լավագույն, ոչ թե լավագույն, կարելի ասել անփոխարինելի ապահովողը դրա պետությունն է։ Մենք պետությունից ոչ թե խնդրում ենք, ախր այս ամբողջը որ հայ չինովնիկը չի եկել այդ կենսամշակույթին, որ իրանից չի խնդրում քաղաքացին։ Ելնելով ընթացակարգերից ինքը պահանջում է, ակնկալում է ու պահանջում է, որպես պահանջատեր ակնկալում է։ Ու ակնկալիքի հիմքը հանդիսանում իր արված աշխատանքը փաստացի։ Բայց իրանք դա չեն անցալում, չէ, դու ուրեմն չես ստանա։
այս հարաբերությունն է տարբեր բնակավարներ։ Հա։ Քաղց ծառայող եւ սովորական քաղաքացի։ Ես բերում այլ օրինակներ, որովհետեւ քաղաքացիների շատ դիմում բողոքներ, որ ստանում եմ տարբեր կառույցների հետ կապված, հենց այդ դելենտանտությունն է, որ պետական աշխատողը շատ ժամանակ այդ օտարումն է, պետություն, իշխանություն, պետական չինովնիկ, քաղաքացի, այս օտարումն է, որ եթե պետական աշխատողը, ուրեմն ինքը ժողովուրդ չի, եթե ժողովուրդը, ուրեմն պետության հետ կապ չունի։ Այս անջրպետք է այստեղ, լուրջ անջրպետք է, ու ամեն մեկը կարծում է, որ օրինակ, հա, կներես, այստեղ մի քիչ երկար ընդհատեմ, դրսում էլ ասացի, ասենք քաղաքացին գալիս է, ասում է, գնացել եմ խնդրով, ասում եմ, մարդը ասում է պետական հաստատություն է, ասում է, հա ես ինչ անեմ քեզ ժամանակին sense թուղթ են տվել, այդ ժամանակ ես չեմ եղել։ Ինչ կապ ունի դու ես եղել, թե Պողոսն եղել, թե Պետրոսը։ Հիմա իրավա հաջորդն ես այդ եթե քեզ թվում է դու ես թուղթ տվողը, հենա գնա տունդ աշխատի, թուղթ պետք կլինի քեզանից, կգան քո տնից կվերցնեն։ Նույնը քաղաքապետարանում է։ Այ ապրես, այն որ այն ժամանակ ես չեմ եղել քաղաքապետ։ Սա կառույցն է, հիմնարկն է պետական եւ ամեն աշխատող ներկայացնում է այդ հիմնարկը։ Ու իր գործունեությունը դրա համար պիտի լինի օրենքի սահմաններում, կոռուպցիոն դրսևորումներից զերծ եւ այլն, որ երբ որ դու ստանում ես մի փաստաթուղթ, դու ունենաս կոնկրետ վստահություն, որ քո պետությունը քեզ տվել է փաստաթուղթ, կապ չունի հողի օտարման հետ կապված, թե թատերագիտության հետ կապված, կապ չունի։ Հիմի ԿԳՄՍ նախարարություն, դու նախարարություն ես, մարդիկ եք աշխատում, այդ մարդիկ կառավարիչներն են, այս նախարարության ներկայացնում են այդ նախարարությունը։ Եթե հաստում է խոսակցությունը այս մակարդակի, դա կորցնում է իմ որպես քաղաքացու վստահությունը առհասարակ պետական որևիցե կառույցի հանդեպ։ Իսկ դա արդեն դա շատ լուրջ աղետ է։ Դա անվտանգային ընդհանուր միջև պետական անվտանգային աղետի է վերածվում։ Կարող է ես հիմա մի կաթիլ մեղր եմ պատմում, բայց այդ մի կաթիլ մեղրը կա։ Դա վտանգն է, որի մասին զգուշացնում ենք, տեղեկացնում ենք, որովհետև սրտացավ ենք։ Չէ, կներեք, որ Բայց հիմա ես գիտեմ, հեսա այս հաղորդումից հետո այս խոսակցությունը էլի մտնելու է նրանձնային տիրույթ։ Հա։ Չէ, ես ասում եմ գնաց մեր մասին բան խոսած։ Ես չհասկացանք։ Խնդրում եմ խոսում։ Այստեղ խոսքը իսկապես ոչ Դանիել Դանիելյանն է, ոչ նախարարն է, ոչ Պողոսն է, ոչ Պետրոսն է, ոչ էլ Մարտիրոսը հատկապես։ Այստեղ խոսքը այն նախարարությանն է, որը մեր պետության կարևորագույն մասնիկ է։ Մենք էլ այդ ոլորտի որոշակի ներկայացուցիչներ ենք, ովքեր ունեն մտահոգություն, ու եթե ունեն մտահոգություն, դա այո, ձեր խնդիրն է, որովհետև փաստորեն ինչ որ բան այնպես չի կառավարվում, որը առաջացնում է մտահոգություն։ Եթե այդ մտահոգությունը տեղին չի, նստեք, զրուցեք, բացատրեք, թե ինչու տեղին չի։ Եթե այդ մտահոգությունը տեղին է, ուրեմն նստենք, մտածենք, պատրաստ են այս մարդիկ, մտածենք, ինչպես անենք, որ այդ մտահոգությունը չեզոքանա։ Վերջ։ Ես ուրիշ օրինակ բերեմ, ասենք մեր հայտնի հարևան երկիրը, որ ներկայացեց արդեն 100 քանի տարվա թե ադրբեջանական թատրոնի մասին Հայաստանում խոսում են։ Ու մենք եթե արտագաղթեցինք, անկեղծ ասեմ, ես էլ եմ ունեցել այդ մտայնությունը այս տեսակ նյարդային խոսակցություններից հետո չինովնիկների հետ։ Գործընկերս է ունեցել, որ իրապես հնարավորություն է բացվել, որ պետք է գնար քիչ էր մնում որ գնա։ Բայց հիմա դու մտածում ես արտագաղթել։ Հա, եթե պետք է այնպես լինի, ես իմ աշխատանքով, եթե ես կներեք ինձ էլ չպետք է կարողանամ պահել, իմաստը ո՞րն է։ Ես պետք է սկսեմ ափսոսալ իմ 25 տարվա կյանքը, որ այստեղ եմ անցկացրել։ Լավ, մենք որ գնացինք, ով է, կներեք, Դանիել Դանիելյանը վարչության պետը կամ նախարարն է հակադարձելու հիմնավոր պատմական փաստերի վրա։ Մենք պետք է, չէ՞, մենք ստեղ չենք, մեզ որ նենց եք անում պայմաններ եք ստեղծում, որ մենք Ադրբեջանի հետ կապված թեման մի քիչ բաց ենք, էլի։ Ինչ որ բան էին ներկայացրել, որ մենք այս իրոք եղել է ադրբեջանական թատրոն եղել է, կարծեմ Ջանանն էլ է մասնակից եղել աշխատանքային process-ն, կարծեմ չէ, հաստատ եղել է մասնակից, Վարսիկ Գրիգորյանը Ջանանի մասին 7 թուներ արած, կայքում դրած է, բայց դրանից առաջ եղել են էլի հայկական թատրոնի խոսքը ես օրինակ եմ բերում։ Ադրբեջանը մի կողմ դնենք, ուրիշ երկիր հավակնություն ներկայացնենք քո թատեր արվեստի կամ փորձեն նվաստացնել այլ լույսի ներքո ներկայացնել քո ինչ որ քաղաքական պատվերով այդպիսի բաներ լինում է։ Պրակտիկայում լինում են։ Ժամանակ առ ժամանակ լինում են։ Ով է հակադարձելու մասնագիտորեն։ Բլոգերները մեր։ Բլոգերները։ Իհարկե։ Չէ, հիմա տես այդ որ ասում էր, հիմա փորձում ենք մի քանի տնօրենի հետ քննարկում ենք թատրոնի տնօրենների հետ, որ իրանք փորձեն ինչ որ ձևով այս տարի իրանց վրա վերցնեն, բայց նախարարությունը վերջը պետք է գիտակցի, որ հիմնական մեծ գումարել չի, ահռելի մեծ տասնյակի միլիոններ չի։
4-4.5 միլիոն է, ընդ որում 4.5-ը դառնում նրա համար, որ մենք մեր տոմսերը մենք առնենք ամեն անգամ թատրոնից տոմս չգնանք ուզենք։ Այսինքն տարեկան 4.5 միլիոնի մասին է խոսքը։ Այո։ Որից մեկ կներեք, այսինքն դա որ 7 ամիս աշխատի։ Ամենայն հարգանքով ես ասել եմ, ես բանվոր մարդու տղա եմ։ Բայց գիտելիքը եւ կրթությունը պիտի չէ որոշակի փոփոխություն կենցաղում մտցնի։ Այսօր, այո, Հայաստանի Հանրապետությունում աշխատավոր մարդը, որը շինարարությունում մեջ կարա աշխատի, միջինը 250,000 դրամ գումար է ստանում։ Ես որպես տարեկան դա անում է 3 միլիոն դրամ։ Մասնագիտական այս ահռելի աշխատանքը այդ մասնագիտությունը սովորելու համար վճարում եմ սովորել եւ այլն այս ամեն ինչը 4.5 միլիոն դրամ տեսեք 4.5 միլիոն ամբողջ ծրագիրը արժի մեկ այսինքն այնտեղ էլի մարդիկ են որ գումար բոլորինն է այդքան որից 1.5 միլիոնը ավելացված արժեքի հարկ եւ եկամտահարկն է այսինքն 3 միլիոն է անում նաեւ տոմսերի գումարն է դրա մեջ մտնում դուք ունեք մեղավորություն դնում եք 200 միլիոն մի անգամից մարդկանց ուշադրությունը գրավում է, ես ինչ է։ Չէ, դա մեղավորություն չի։ Եկեք հələ համոզենք 150-ով կանեն, ասենք, ես մի բան, թե չէ դրել եք 4.5 միլիոն, ասում ես մարդիկ լուրջ չեն։ Քանի հոգի են աշխատողներով։ Մոտ 7 հոգի մասնագիտական կազմն է, մի 2-3 հոգի էլ տեխնիկական մասով, դե հաշվապահ, էջադրող եւ այլ։ Խմբագիր հոդվածագիրը եթե 120,000 դրամ է ստանում ամսական 7 ամիս տարեկան էլի ես կարամ 9 ամսվա ծրագիր գրեմ ես հանգիստ կարող եմ 9 ամսվա ծրագիր գրել փետրվարից մինչև դե մի ամիս օգոստոսին հանգստանանք մինչև դեկտեմբերի սկիզբ եթե թողեն դեկտեմբերի վերջ աշխատենք 10 ամիս կդառնա բայց գիտեմ որ չեն տալու այդ դրա խնդիրը էդ է եթե փորձագետ լինի ոնց որ Խզմալյաններ ժամանակին փոխնախարարի տեսքով փորձագետ լինի 1-2 հոգի բայց բարոյական նկարագիր ունեցող փորձագետ ոչ թե գիտելիք ունեցող բայց բարոյլքված երևույթ որ միայն ջուր է պղտորում խառնակցությամբ զբաղվում իր ամբիցիաները իր հոգին դա մարդկանց ավելի հարմար է երևի իրաց սանոթին բերեն եթե այս խնդիրները մենք չենք ունենա գրիացի բայց շատ լավ ներկայացում էր եւ այլն բայց հիմա ասում են այդ 120,000-ն էլ ձեզ չի ասնում կամ ասենք այն մարդիկ որ 2 նյութագրում 50,000-ն է չի ասնում են մի մարդ կա մի տերմին անում 25,000 24,000 մաքուր փող աստանում հարկերան էլ ձեզ չի ասում գնացեք իրանց թվում է թե մենք արժանապատվությունից զուրկ ենք նախիրի նման մեզ պետք է այս տարի քշում ենք այս բան մարակ կայքի տեսքով Եթե լավ լիներ, տեսեք, եթե լավ լիներ, դա փոխություն չի լինում, որովհետև դա դառնում է հավերժական։ Եթե լավ լիներ, մենք այս կայքը չէինք ստեղծի, մեզ ստեղ է հարմարավ այդ մասնագիտական տեսանկյունից։ Որտեվ կներեք, ինձ որևէ խմբագիր ուրիշ չպետք է խմբագրի։ Նրանք չունեն այդ բազան։ Ամենայն հարգանքով այդ կայքերի խմբագիրները։ Ես այդ բախումներ եղել ամենափորձառու, ասենք նույն Հակոբ Ավետիկյանի հետ ես աշխատել եմ։ Այնտեղ թատերախոսականներս երբեմն տանում էի։ Նույնիսկ Խոդիկյանի հետ, որ ինքը դրամատուրգ է, բայց մենք փոքր վեճեր լինում էին։ Հա, ես այդ դրանից ելնելով ամենայն ժողովրդավար մոտեցումն եմ ցուցաբերում։ Զուտ ոճական նախանձախնդրություն մնացածը ասում եմ քո անունազգանունատակը հեղինակը դու ես, դու գիտես։ Ես առաջարկում եմ մնացածը դու գիտես, վերնագրից սկսած։ Մնացածը դու գիտես։ Էս է խնդիրը։ Ասենք ինչ պետք է խմբագրի։ Ես գիտեմ դեպքեր, որ ասում են նաև չի խմբագրում, ուղղակի դնում է հավստահելով։ Մասնավոր խոսակցություն, բայց այս ու մենք պետք է գնանք այնտեղ անենք։ Հետո էլ որ ինչ որ մի քաղաքական թևի հարող մարդ կանգնի ասի ոնց որ դերասաններին են ասում դերասաններին ինչ կա 5000 ավել փող տաս այս հերոստանգերությունից գիտա այն մյուս հերոստանգերության սերիալում կնկարվի։ Չէ, եղբայր, մենք բան չենք էլի կամ փորձում են հիմա այդ կայքերի միջոցով առաջարկել հերոստատեսություններից մեկին դատի տալիս իր իրավունքները պաշտպանելու համար դերասանների 90%-ը խուսափեցին հետս շփման մեջ մտնելու մտածելով թե հերոստատեսությունից բա իրանց գործի փողի վրա կազդի եւ այլն եւ երբ որ ես դատը շահեցի այ միջև մի շնորհակալություն են ասում որովհետեւ այդ շահելու արդյունքում իրանք նույնպես օգուտ ունեցան որ սկսեց աշխատավարձ ես որպես լրագրող այդ պրակտիկայով անցել եմ ինչը դու ես արել այդ տոզիկությունը կա էլի որ կոնֆորմիզմ Քուտիկի նման նստենք տնօրենի դրան մոտ որ գնանք կոնֆորմիզմը դրա համար էլ վարվում է ոնց ուզում է տեսեք հիմա որ այդ նույն իրանց ասած կայքերից առաջարկել են մեր կայքի թղթը խելքը գլխին թատերախոս ես ժողովրդախոսակցական ձևակերպում եմ տալիս ու ասենք ծիծաղելի գումար են էլի առաջարկում կներեք մենք կարողա ձեր համար ֆայլաբազարենք եթե ծիրան հավաքողին օրը 8000 դրամ փող են տալիս այդ մարդը 10 օր աշխատում է չեմ ասում 80,000 դու
բայց դուք մտնում եք խանութ, տեսնում եք գնային տարբերությունը ինչքան է։ Այդ մարդը իր ընտանիքի համար ինչ պիտի առնի դրանով։ Այդ դրա համար էլ մարդիկ արդեն այդ մտավոր լուրջ կարողություն ու երբ որ ասում ես մի փոքր պիտի հաշվի առնելով թանկացումները մոտ մի 10% գոնե բարձրացնենք հոնորարի գինը, որտեվ մարդը չի աշխատի այդքան, որակի վրա կազդի։ Իսկ ես չեմ ուզում անոր փող վեկալեմ պետությունից անորակ նյութ տամ։ Ես չեմ անի տես բան։ Մենք ունեցել ենք օրինակ հաղորդում էինք անում կինոթատրոն 4 նկարումից մեկը խոտանով էր եղել, խոտանով չէր, ուղղակի գլուխները շատ էր երևում, չարեցինք, հրաժարվեցինք պարզապես։ Ինչա թե փող դրա համար փող։ Այդ 3 հարեցինք, 4-ը չարեցինք։ Այսինքն որակը շատ կարևոր է։ Եթե դու նախանձախնդիր չես քո հանդեպ, դու որակի հետ հանդեպ քո որակ, դու ոնց կարող ես ուրիշին գնահատել, ուրիշից որակ պահանջել քո մասնագիտությամբ։ Ու այս ամեն ինչը ուղղակի չեն պատկերացնում, հասկանում եք իրանք։ Հիմա Տիգրան ջան, մեր եթերը մոտենում ավարտին, ես պիտի խնդրեմ ամփոփես քո միտքը, առաջարկները, իրավիճակը եւ ակնկալումները, ինչ ակնկալիքներ ունես։ Տեսեք, հիմա փորձում ենք տեսնենք, մեծ հավատ չունեմ, նախարարի ասացի պես փորձում ենք տեսնենք թատրոնները անեն ինչ դուրս կգա, քննարկում ենք, էլի, որ իրանք մի ձև փորձեն անել։ Օրենսդրական դաշտը ինչքան թույլ կտա դա եղած մշակութային օրենսդրական դաշտը չգիտեմ, բայց փորձում ենք տեսնենք ինչ դուրս կգա, բայց գոնե հասկանան, գիտակցեն, որ այս այն գումարը չի, որի վրա պետք է այդպես անել, խնայենք ներկայացում, այդպես բան են ասում, մի ներկայացում ավել կանենք։ Այստեղ չեն խնայում, այստեղ խնայելով մեր ավելի անես, բայց ում հաշվին։ Թատերագետի հաշվին է խնայում, այսինքն բայց ներկայացումը ով է համարելու, ստացվեց թե չստացվեց։ Չգիտեմ, իրանց դուրս չի։ Ով որ պիտի համարի, ասես դու հələ մի րոպե մենք ներկայացում ենք անում, դու գնա։ Չէ, այստեղ խնդիրը գիտեք, այստեղ որ սկզբունքային թատերագետներ են հավաքված, ասենք ես անսկզբունքային մարդուց հոդված չեմ դնում։ Ես դրա համար չեմ վճարի։ Հասարակական հիմունքով կարող է դնեմ, որպես թատերագետից ցուցակում իր հոդվածի, բայց դրա համար ես չեմ վճարի։ Ասում եմ, պետք է թերության մասին էլ խոսաս։ Կատարյալ ոչ մի ստեղծագործություն չկա։ Գոնե մի քանի թերություն պիտի նշես։ Ոչ թե դա բան է այսպես, չէ։ Իմ կարծիքով սովետական մենտալիտետը ամեն դեպքում ազդում է, ասենք, որ այ կա այս կարծիքը, օրինակ, Մայակովսկին վերջն է։ Всё, ու հանկարծ մեկը փորձի այնտեղ մի հատ տող գտնել, որը որ քննարկման ենթակա է, այս դու ով դարձար, որ համարցակվեցիր, ասենք այս մտածելակերպը մինչև այսօր կա ու մենք չենք կարողանում ազատվել։ Այ որ ասում ենք կոնսերվատիվ այդ մասով, այ մարդիկ կան ասում են, բայց ինչի հիմա խոսքի ազատությունը, բայց մտքները ստրուկի միտք ախր դրած։ Չի ստացվում։ Ու միակ բանը, որ այս տեսակ պատմությունների մեջ չընկնելու համար հետագայում թատերարվեստի առումով գոնե 1-2 փորձագետ ունենան, բարոյական նկարագիր ունեցող, կենսագրություն ունեցող ու սկզբունքային։ ԿԳՄՍ-ն պարտավոր է ունենալ, ուղղակի պարտավոր է։ Որ այնպեսի մեկին չդնեն, որ աղմուկը մի ավելի մեծ աղմուկ դուրս գա, իրան դնելու համար։ Եթե չեն ուզում բարբերաբար այսպիսի պատմություններ, մեզ հաճելի չի Ցերբերի կարգավիճակում ընկնել անընդհատ կատաղի նյութեր ստեղծել, իմաստը։ Չէ, իմ կարծիքով ամեն դեպքում եզրեր կգտնվեն երկխոսության ու քննարկումների ու այդ քննարկումների տիրույթում ես կառաջարկեմ ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչներին իրենց չդնել բարձր դիրքում, չփորձեն դնել բարձր դիրքում ու այսպես իբր տես լավություն են անում, ոչ, դուք ձեր աշխատանքի գործունեության պաշտոնի նաև բերումով դուք պիտի մտնեք այդ երկխոսության մեջ հավասարի հետ հավասարի խնդիր էլ չկա խր այստեղ դուք տեխնիկական մասը ապահովողն եք այս մարդիկ ստեղծագործական մասը ապահովողն են պիտի երկխոսություն լինի այբ որ ասում եք չէ ես եմ որոշողը սենց եմ որոշում կներեք դուք չեք որոշողը կանջալուր լինեք մասնագետներ ժողովուրդն է հենց ընդհանուր առմամբ ու պիտի ժողովուրդը տեսնի այդ բալանսը եւ որքանով է խղճին մոտիկ ձևով ստացվում եւ ըստ այդմ գնահատականը տա որպեսզի չփորձենք անարդարություններ փնտրել հաճելի չի սա այն աշխարհն է մշակույթը որտեղ որ փոխհարաբերությունները որքան էլ որ սուր լինեն միևնույնն է դրանք պիտի նույնպես գեղեցիկ ներկայացվեն ու ոնց որ թե այս կողմում պատրաստակամություն կա մնում է ակնկալենք ձեզանից հարգելիներս ես հույս ունեմ եւ վստահ եմ որ դա տեղի կունենա ու կստացվի ձեր գործերին էլ հաջողություն եմ մաղթում հասկանում եմ ձեր գլխին էլ շատ բան է հիմա կուտակվել
կրթության դեգրադացված ոլորտը փորձում են ինչ-որ բաներով ոտքի կանգնացնել, սպորտը փառք Աստծո որոշակի ահագին տարբերություն տալիս է, չգիտեմ, գիտությունը եւ գիտությանը հատկացվող գումարները երևի ըստ ռեզուլտատի արդյունքի են բարձրանում, որովհետեւ այդքան վստահ չեմ, բայց գոնե մեր մասով մի քիչ լավատես այստեղ մշակույթն էլ կա եւ համատեղ աշխատենք մեր պետության մասին է, մեր հասարակության դաստիարակության մասին է, պատրաստակամությունը կա, մնում է հավատալ, հույս հայտնել, որ դա կարող է լինել երկկողմանի։ Շնորհակալություն, Արգելի Տիգրան, եթերին հյուր գալու եւ հույս ունենանք, որ առաջիկայում եթե դարձյալ հրավիրելու լինենք, ոչ միայն լավ լուրերից սպասենք, այլ նաեւ որոշակի լուսաբանումների առհասարակ արվեստի, թատեր արվեստի մասին, ինչը հաղորդման միջոցով նույնպես կարող է դաստիարակչական կարևոր բնույթ կրել։ Այս հաղորդումը իմ մայրն էլ է նայում, իմ երեխան էլ է նայում, լավ բան թող սովորեն։ Մենք միշտ ունենք սովորելու կարևորը այնպես չէ, էլի հեռուստադիտողին ասում եմ գրագետեն թող։ Կարևորը ողջամտության դաշտ վերադառնալն է։ Գործընթացները ողջամտության տիրույթում դեպրեսիվ վիճակից դուրս գալու ժամանակն է։ Հա։ Շնորհակալություն։ Եթերում ազատ շփումներ կհանդիպենք։